Ձեզ ես Հովհաննես Շողիկյանն եմ, Սպուտնիկ Արմենիայի տաղավարում այսօր խոսելու ենք վերջերս հանրային քննարկման դրված կադաստրի կոմիտեի հեղինակած օրենսդրական նոր փոփոխության մասին, որով առաջարկվում է քաղաքացիական օրենսգրքում ներդնել հետադարձ հիփոթեկ եւ կողակցի սեփականության իրավունք ինստիտուտները, որոնք ըստ օրենքի օրինագծի հեղինակների հնարավորություն կտան կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին, ովքեր ունեն սեփական անշարժ գույք, գրավադրել այն եւ դրա դիմաց ստանալ պարբերական եկամուտներ առանց ամբողջ կյանքի ընթացքում վճարումներ անելու։ Եվ ըստ նախագծի պայմանագրային ամբողջ ժամանակահատվածում պահպանվում է գույքի նկատմամբ սեփականության իրավունքը։ Առաջարկի հեղինակները նշում են, որ այս ինստիտուտները լայնորեն կիրառվում են ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում։ Թեմայի շուրջ զրուցելու ենք Օհանյան փաստաբանական գրասենյակի փաստաբան Լևոն Օհանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Օհանյան։ Շնորհակալություն մեր հավեր ընդունելու համար։ Պարոն Օհանյան, ծանոթացել եք նախագծին, հենց առաջի դիտարկումը ո՞րն է այս նախագծի հետ կապված։ Ըստ էության, այո, ծանոթացել եմ, հարցը նրանում է, որ բավականին նորարարություն է մեր հայկական իրավակիրառ պրակտիկայի եւ իրավական ուրեմն ամբողջ համակարգի համար, հատկապես տերմինը, թե հետադարձ հիփոթեկ եւ թե նաեւ կողակցի սեփականության իրավունք բավականաչափ ականջին սովոր տերմիններ չեն ու սրանցով պայմանավորված արդեն իսկ շատ խորանալու ու երկմտելու տեղ է տալիս այս երկու ինստիտուտները, հատկապես այդ երկու ինստիտուտների թե ուղիղ եւ անուղղակի միմյանց հանդեպ ուրեմն կիրառելիությունը, թե նաեւ շատ ավելի կարեւոր քաղաքացիական օրենսգրքի ժառանգության ինստիտուտի համատեքստում այս կիրառելիությունը։ Նախ սկսենք հետևյալ ուրեմն բացահայտումն իրականացնենք հետադարձ հիփոթեկ ինչ է իրենից ներկայացնում ըստ այս օրինագծի, դե բոլորիս էլ հայտնի է հիփոթեկ ասելով մենք հասկանում ենք եւ գիտենք դա շաշկույքի ձեռքբերումն է եւ գրավի կիրառմամբ։ Հետադարձ հիփոթեկ ասելով ուրեմն օրինագիծը նախագծողները նախատեսել են, որպեսզի հակառակ պրոցես ընթանա, մասնավորապես կենսաթոշակի արդեն տարիքի գտնվող համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը կարողանան կենսաթոշակառուները գրավադրել բանկում եւ դրա դիմաց յուրաքանչյուր ամիս ստանան համապատասխան ուրեմն այդ հիփոթեկի գումարը, շակերտներով հիփոթեկ ասվածը։ Այլ կերպ ասած, այս պահի դրության բանկերում գործող ստանդարտ գրավադրման փոխարեն եւ այն ստանդարտ բարձր գրավադրման տոկոսադրույքի փոխարեն կենսաթոշակի ասած անձին կարողանան իրենց գույքը գրավադրել այդ հետադարձ հիփոթեկ պրոդուկտի, այսպես ասած, կամ օրենսդրական հնարավորության ձևով եւ յուրաքանչյուր ամիս ստանալ գումար, ոչ թե միանգամից այդ ամբողջ գույքի արժեքը շուկայական կամ լիկվիդացիոն, որը բանկը կտրամադրի, վերջիններիս այլ մաս յուրաքանչյուր ամիս։ Սրա մասին է խոսքը, ինչ վերաբերում է արդեն կողակցի սեփականության իրավունք, այդ սեփականության իրավունքը 201 հոդվածի փոփոխություններով նախատեսվում է, որպեսզի ավելացվի ամուսինների համատեղ սեփականության գույքը, եթե կդրվի գրավ եւ հետադարձ հիփոթեկի ինստիտուտի շրջանակներում գումար կստանան բանկից, ապա մյուս մեկ ամուսնու մահվան հիմքով ամբողջությամբ գույքը կանցնի մյուս ամուսնուն միջև վերջինիս մահը եւ այդ ժամանակահատվածի ամբողջ հատվածում ժառանգության հետ կապված հարց ըստ էության չի առաջանալու։ Իսկ եթե ունեն իրավահաջորդներ կամ այսպես ասած նաեւ կատակով ասում են, որ սա թորների դեմ, ժառանգների դեմ կարող է ինչ-որ թիրախ դառնալ եւ եթե ունեն ժառանգներ, բայց քաղաքացին որոշում է այդուհանդերձ օգտվել այս ինստիտուտից եւ գրավադրել իր գույքը եւ ստանալ այդ եկամուտը, այսինքն այստեղ ինչ ռիսկեր եք տեսնում։ Տեսեք, սկսենք սահմանադրությունից եւ շատ հակիրճ փորձելով ամբողջացնել այս ձեր կողմից տրված հարցադրումը, խնդիրները, խնդիրները, նախ յուրաքանչյուր իրավունքի սեփականության իրավունք ունենալու կամ գրված իրավունքը եւ նաեւ սեփականությունից տնօրինելու, տիրապետելու իրավունքը, որը որ հակասության մեջ է արդեն գալիս այս ինստիտուտի, նոր ներդրվող ինստիտուտի հետ։ Մասնավորապես ինչի մասն է խոսքը, որ եթե այս պայդրության որևէ քաղաքացի իրեն պատկանող սեփականությամբ գույք ունի, այդ գույքը կարող է բնականաբար միջև իր մահը սեփական հայեցողությամբ տիրապետել, տնօրինել եւ վերջիվերջո
դրա ճակատագիրը որոշելով օտարել, նվիրել, վաճառել, վերջի վերջո փչացնել, վնասել։ Sense կոպիտ շատ ասած եւ այդտեղ ժառանգության բացման պահին, այլ կերպ ասած քաղաքացու այդ սեփականատիրոջ մահվան պահին, եթե վերջինս գույք չունենա, բարձ է որ ժառանգական զանգվածում որևէ գույքային իրավունք չի կարող ներառվել։ Ինչ վերաբերում է այս ինստիտուտին, որը որ հակառակ ինչ որտեղ հիպոթեկի տրամագծի հակառակ ուրեմն կիրառելիությունն է իրանից նախատեսում, անձը ամբողջ կյանքը կենսաթոշակառուն ստացվում է պարտքի կուտակում։ Այլ կերպ ասած, եթե ենթադրենք 10 տարվա ընթացքում օգտվում է այս ծրագրից, 10 տարի յուրաքանչյուր ամիս ստանում է գումար բանկից, պարզ է, որ այդտեղ այդ գումարները տոկոսով է լինելու իրենց սպասարկման, իրենց ամբողջ վարկային տրամաբանության մեջ, որը որ հետագայում վերջինիս մահվան պահին այդ բեռը բնականաբար ընկնելու է ժառանգի ուսերին։ Այլ կերպ ասած, այստեղ արդեն ժառանգի ինքը պետք է որոշի այդ գույքը ժառանգության որպես զանգված ընդունելու է, թե չի ընդունելու հրաժարվելով, որտեղ դրա հետ մեկտեղ ընդունելու են նաև պարտավորությունները, որոնք այս բերածի օրինակի 10 տարվա ընթացքում 120 ամիս ենթադրենք կուտակում են ունեցել։ Բայց այնտեղ նշվում է, որ այդ բեռը չի կարող գերազանցել արդեն օտարված տան արժեքը, այսինքն նոր պարտք չի կարող լինել իրավահաջորդների վրա։ Նոր պարտքի մասին չի խոսքը, այստեղ խոսքը հենց այն ամիսների գումարի, որոնք որ փոխանցվել են իր իրավանախորդ կենսաթոշակառու ծնողներին, այս հետադարձ հիպոթեկի շրջանակներում, որը ենթակա է մարման։ Հաշվի առնելով, որ հենց նախագծողը նախատեսում է, որ ինքը հետադարձ հիպոթեկի պայմանագիրը դադարում է այդ հիպոթեկի կողմ հանձնածող կենսաթոշակառուի մահվամբ։ Դրա օրինակներից մեկը դադարման դա է։ Եվ այդ ժամանակ առաջանում է արդեն պարտավորական հարաբերություններ ենթադրյալ իրավահաջորդների, որոնք որ կարող են ի հայտ գալ, կարող են եւ ի հայտ չգալ, եւ բանկի, որը որ պետք է հետ ստանա այն գումարները, որոնք որ ըստ էության տրամադրել է կենսաթոշակառուներին։ Բայց դրա դիմաց ինքը ստացել է այդ գրավադրված անշարժ գույքը։ Անշարժ գույքի ապահովումն այդ տրամադրվող գումարների է, որ վերցնում է, նա ի սեփականությունը չէ եւ այնքանով է բանկը ծառաբեռնելու այդ գույքը, ինչքանով որ սովորական քաղաքացիական օրենսգրքի տրամաբանության մեջ եւ դրույթներով նախատեսված գրավառու իրավունքներն են։ Այս ձևաչափով ոչ ավել, ոչ պակաս։ Այսինքն այստեղ ռիսկեր կարող են ի հայտ գալ հնարավոր իրավահաջորդի ի հայտ գալու եւ ի հայտ չգալու, այո, որովհետեւ այստեղ կներեք մի կարևոր հանգամանք շեշտադրում, որպես այդպեսին հետագայում բանկերը, որոնք որ կմտնեն նման գործարքների մեջ, ընդհանրենք այս օրենսդրական նախաձեռնությունը ստանա իր տրամաբանական ավարտը եւ կկնքվեն նմանատիպ պայմանագրեր, ունենալու են բավականին մեծ ռիսկեր այդ տրամադրված գումարների հետ գանձման, հետ հավաքագրման վերաբերյալ այդ process-ներում, որտեղ մեր իրականությունը մեր Հայաստանի Հանրապետության շատ դեպքերում խոսում է նրա մասին, որ ժառանգները որպես այդպեսին փաստաթղթավորված են, այսինքն կան որպես առաջի հերթի ժառանգ ամուսին, երեխաներ, բայց որոնք ըստ էության չեն դիմում օրենսդրական կարգավորման ժառանգությունը ստանալու դիմումով նոտարական գրասենյակներին, այսինքն համարելով գույքը որպես այդպեսին իրենց սեփականությունը որևէ անհրաժեշտություն չեն տեսնում օրենսդրական կարգավորման շրջանակներում ժառանգությունը ընդունել։ Իսկ դա արդեն բացառելու է բանկի հետագա նման գործարքների շրջանակներում այդ գումարների հետգանձման հնարավորությունը։ Այսինքն սա սահուն կլինի այն դեպքում, եթե որևէ իրավահաջորդ որևէ ժառանգ չունի տվյալ կենսաթոշակային տարիքի քաղաքացին։ Ամենայն հավանականությամբ այո, կամ ամենակիչը այս պահին ինչ որ կա նախագծում իր կատարելիությամբ, այսպես ասած ճակերտավոր, այդքանով կարելի է բավարարումը ձեր նշած օրինակով ստանալ։ Այլ է հարցը, իմ կողմից ինչի բարձրացվեց այս խնդիրը, որպես բաց օրենսդրական, որ հետագա մենք նմանատիպ խնդիրներ ունենալու ենք։ Իսկ նմանատիպ խնդիրները, ինչպես եւ գիտեն իրավաբանության ժառանգության ինստիտուտի հետ ծանոթ իրավաբանները, շատ պարզ հասկանում են, որ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով նույնիսկ չեն կարող պարտավորեցնել թեկուզ զավակին ընդունել ժառանգությունը։ Դա բացառված է։ Յուրաքանչյուր ժառանգ ինքն է որոշում ընդունի ժառանգությունը, թե չէ։
վերջը պետք է չմոռանանք, որ ժառանգական զանգվածը դա միայն գույքային իրավունքը չէ, այլ նաև դա պարտավորություններն են, որոնք որ նույնպես ենթակա են կատարման։ Այո, ստացված ժառանգության ծավալներով։ Ուստի դա իհարկե չի ենթադրում, որ այլ ունեցած գույքով եւս պատասխանատվություն է կրելու ժառանգը, բայց այնուհանդերձ դա իր ընտրությունն է։ Ընկնել այսպես ասած քաշք շուքի մեջ, ստանալ նաև պարտավորություններ, որոնք ենթակա են կատարման, թե չէ, վերջը չմոռանանք, որ այստեղ կա գոյություն ունի վարկային տրամաբանությունը, բանկային այս ապարատի տրամաբանության, վատ վարկային պատմություն գուցե կառաջանա, դրա արդյունքում կարող է ժառանգը հետագայում զրկվել որևէ վարկունակության հնարավորությունից, վարկ չկարողանա հետագայում ստանալ, այս ամբողջ իր խնդիրները։ Այսինքն այս դեպքում, երբ որ թոշակառուն է գույքը գրավ դնում եւ ամսական որոշակի գումար է ստանում, իսկ եթե պարզապես թոշակառուն անկախ այս օրինագծից որոշում է իր գույքը գրավ դնել, ամբողջությամբ վերցնել գումարը եւ ծախսել իր հայեցողությամբ եւ հաշվի առնելով, որ ի վերջո այդ գույքը մնալու է պետությանը։ Այսինքն որն է ամենաարդյունավետ տարբերակը ըստ ձեզ, եթե մինչեւ կյանքի վերջ պետք է ինչ-որ որոշակի գումար ստանա, հակառակ դեպքում դնի ուղղակի ամբողջականը վերցնի եւ ծախսի ամբողջ կյանքի ընթացքում, եթե մոռանանք, որ ինչ-որ ժառանգության կամ իրավահաջորդի խնդիր կա։ Ըստ էության նախատեսված օրենսդրական փոփոխությունները հենց հաշվի են առնվել այդ եւ ըստ էության կարծում եմ դրա մասին չի խոսվել հենց այդ տրամաբանությունից ելնելով, որ նման պրոդուկտներ բանկերում այս պայծրությամբ արկա չեն։ Այլ կերպ ասած, կենսաթոշակառուները իրենց սեփականությունը պատկանող գույքը չեն կարող գրավադնել, որովհետև կան վարկային բանկերում վարկի տրամադրման կանոններ, որոնք որ ըստ էության արգելում են։ Այսինքն ռիսկային է, եկամուտ չունի եւ այլն։ Այս ամբողջի կոնտեքստով ճիշտ է, ստեղ հակառակ sense մեդալով, որ նայենք մեդալի մյուս կողմը նայենք, բավականաչափ նման տրամաբանությամբ փորձ է կատարվել նաեւ գիտակցաբար կամ գուցե ենթագիտակցաբար այն զեղծարարությունները, որոնք որ տեղի են ունեցել շատ ավելի մեծ քանակով, մի 10 տարվա կտրվածքով կամ հիմա էլ քիչ չեն դրանք, բայց եւ չեն բացառվում, որ անվանափոխություններ են տեղի ունենում գույքի, որպիսի գրավ դնեն գումար ստանան, հետագայում վեճ է առաջանում, չեն կարողանում վարկը վճարեն, ստեղ մարդիկ տուժվում են եւ այլն։ Այս սրան կարող է մի ինչ-որ տոկոսային հարաբերակցությամբ նվազեցվի այս նմանատիպ sense չակերտավոր ասած առողջարքները վարկ ստանալու նպատակով Այսինքն պրակտիկայում հիմա կան այդպիսի դեպքեր, երբ որ չարաշահվում է իրավահաջորդի կամ ժառանգության ինստիտուտը։ Ըստ էության ոչ թե չարաշահվում է, դրան այդ տարբերակով մարդիկ ելք են փորձում գտնել, այսինքն այլ կերպ ասած, եթե ինձ վարկ չեն տրամադրում իմ վատ վարկային պատմության հիմքով, իման վրա, ես գտնում եմ մի լավ ընկեր, բարեկամ, ում անվանափոխություն եմ անում գույքի, որի հիման վրա վերջինիս կարողանում են վարկ տանել, բայց հետագայում արդեն եթե որևէ վարկի վճարման հետ կապված խնդիր է առաջանում, արդեն խնդիրը նաև անդրադառնում է ուղղակիորեն մեր կնքած գործարքի վրա։ Ստեղ գույքի պատկանելության հարց է առաջանում եւ այլ։ Այսինքն այս ինստիտուտի նախագծի դրամաբանությունը կարա որոշակի տոկոսային հարաբերակցությամբ ծածկի այս խնդիրները վերացնի բացել, ոչ լիարժեք։ Բայց ոչ լիարժեք եւ այն հարցադրումը, որ սկզբից հնչեցված ձեր կողմից ինչ վերաբերում է արդյոք գրավ տալիս են կենսաթոշակառուների վարկունակության հետ կապված եւ նաեւ նրանց տարիքային այդ խմբի բանով պայմանավորված գրավադրված գրավի գույքի գրավով վարկ չեն տրամադրում, որի տոկոսը շատ ավելի բարձր է, քան ընդ որում նախատեսվում է հիպոթեկի։ Իդեպ այդ քաղաքացու մահից հետո այստեղ նշվում է, որ այս նախագծով գրավատուի իրավահաջորդը մինչև 6 ամսյա ժամկետում կարող է ամբողջությամբ մարել գրավառուի հանդեպ գրավատուի ունեցած պարտավորությունները եւ ձեռք բերել պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը։ Իսկ արդյոք առաջնայնություն տրվելու է հենց իրավահաջորդին, թե կարող են օտարել ուրիշ մեկին, այս հարցը իրավական առումով ինչպես է լուծվում։ Չէ, օտարելու մասին խոսենք, նշեմ, որ ուրիշ մեկին չի կարող օտարվել, որովհետև չի կարող օտարվել մի գույք, որի սեփականատերը մահացել է։ Այդքանը տեղ։
հարցը փակվում է։ Մեկ երկրորդ իրավահաջորդ ասելով արդեն տեղ իմ խոսքի սկզբում է նշեցի ժառանգության ինստիտուտի համատեքստում որ նայում ենք այս իրենց ներդրվող ինստիտուտները այդտեղ բացերը ու հակասությունները շատ են։ Նախ պետք է հասկանալ ով է իրավահաջորդը։ Իրավահաջորդը չի կարող ցանկացած անձ լինել։ Իրավահաջորդը ժառանգն է։ Այսինքն որդին, դուստրը, ամուսինը, Դա եթե խոսում ենք առաջի ժառանգների մասին, ծնողները եթե ողջ են, ամուսինը եւ երեխաները։ Հիմա երկրորդ, երրորդ, չորրորդ հերթի ժառանգներ կան, որոնք առաջի կամ դրա նախորդող հերթի ժառանգի բացակայության պայմաններում արդեն այո կարող են իրանք իհայտ գալով այդ հարցը կարգավորել։ մի քիչ մանրամասնենք, ովքեր են համարվում երկրորդ, երրորդ եւ չորրորդ հերթի ժառանգները, եթե կարելի է մի քիչ բացենք, հա։ Դրա բացելու իմաստը ըստ էության երկրորդ հերթի ժառանգներն են հորաքույր, մորաքույր եւ այլ շարունակում է օրենսգիրքը։ Հարցը դրանում չէ, ուր է հասնում, այսինքն այդ կետը որտեղից հետո հնարավոր չի որ այդ տվյալ քաղաքացին համարվի իրավահաջորդ։ Հարցը նրանում չէ թե որտեղ է հասցնում օրենսդիրը։ Հարցը նրանում է որ նշելով իրավահաջորդի մասին թե իրավահաջորդը 6 ամսում եթե վճարեց ապա եւ այլն պետք է հասկանալ իրավահաջորդ ասելով ինչ է փոփոխություններով հասկացվում։ Իրավահաջորդը ժառանգն է։ Իրավահաջորդ, այսինքն ժառանգության բովանդակության մեջ դիտարկելով։ Հիմա կարող է մեկը լինել, երկուսը լինել, երեքը լինեն։ Ինչպես են դիտարկում իրավահաջորդը, այսինքն ֆիզիկական անձ եզակի թվականակով, հոգնակի թվականակով, ստեղ արդեն խնդիրներ են առաջանում։ Իսկ եթե մի քանիսն են այդ պարտավորությունը բաժանվում է նրանց միջև, թե ինչ է լինում։ Բնականաբար պիտի բաժանվի։ Դա մեկ, երկրորդը նման կարգավորման անհրաժեշտություն որպես այդպեսին անհրաժեշտություն չկար, որպեսի նախագծում ներկայացվել է, որովհետև դա արդեն այն հոդվածների փոփոխությունները, որոնք նախատեսվում են իրականացնել, այսինքն հետադարձ հիպոթեկի ինստիտուտի դրույթները, որոնք պետք է տեղ գտնեն հիպոթեկային այդ քաղաքացիական օրենսգրքի բաժնում եւ հատուկ պարագրաֆ է նախատեսվում, դա այդ կարգավորումը իրավահաջորդի 6 ամսում վճարելու պարտավորությունը ժառանգական զանգվածի, ժառանգական ինստիտուտին է վերաբերում, որը որ եթե փոփոխություններ պետք է տեղի ունենան, ապա այնտեղ պետք է կարգավորում տային, սակայն դրա կարիքն էլ անգամ չկա։ Ես ինչի առաջ ընկնելով երրորդ, չորրորդ հերթի ժառանգներին չբացահայտելով սա նշում եմ, որովհետև իրավահաջորդը այն անձն է, ով ժառանգությունը ընդունում է։ Հիմա կլինի առաջի հերթին ժառանգ չի լինի, կլինի երկրորդ, դրանք չեն լինի, կլինեն երրորդ կամ չորրորդ, էական չի։ Ժառանգը միայն իրավահաջորդ համարում է ժառանգ։ Ժառանգությունը բացվում է նոտարին դիմում ներկայացնելով։ Այլ կերպ ասած նոտարին դիմում ներկայացնելով, եթե ճանաչվեց ժառանգ, դառնում է իրավահաջորդ։ Իրավահաջորդի գործողություններն էլ արդեն իսկ ժառանգության ինստիտուտի շրջանակներում կանխորոշված են։ Վերջինս, եթե ունեցավ պարտավորություն, դա բանկի գործողություններն է լինելու ընդ որում։ Շատ կարևոր է սա, այսինքն բանկը ինքը իր պարտավորությունը այդ մահացած իր պարտապան հանդիսացող քաղաքացու նկատմամբ դի ներկայացնի նոտարական գրասենյակին, որպեսզի ժառանգական զանգվածի մեջ պարտավորությունը ներառվի, որից հետո ժառանգական այդ զանգված երբ որ կընդունի թե գույքը, որը որ գրավ է դրված բանկում, այդ այսպես ասած հետադարձ հիպոթեկի շրջանակներում, թե նաև պարտավորությունը իր ժառանգության վկայագրում անձը պետք է տեսնի, ակներև դա պետք է նշված լինի, որից հետո արդեն օրենսդրական կարգավորված ու գործող այժմյան գործող օրենսդրության վերջինս պետք է հանձն առնի իր ստանձնած պարտավորությունների եւ նախորդի ստանձնած արդեն իսկ իր կողմից ընդունված պարտավորությունների կատարմանը։ Այսինքն ամեն ինչ ի սկզբանե պետք է հստակեցված լինի։ Ունի ժառանգ պետք է լինի պայմանագրում տվյալ ժառանգը իրավահաջորդը չունի, հետեւաբար չկա։ Այո, եւ իրավահաջորդը թվում է թե օրենսդրական այդ ձևակերպումը նախագծի իրավահաջորդ տերմինի օգտագործումը բոլորս մտածում ենք միանգամից թե երեխաներն են, թե ելով պետք է լինի, կինը պետք է լինի, բայց օրինակ ամուսինը կամ բայց այստեղ հարցը հենց դրանում չի։ Կարող է երեխաներից մեկը հրաժարվում է։ Ինչ իրավահաջորդը գնանք նրանից պահանջենք պարտավորության կատարում։ Իրավունք չկա այդպես։ Իհարկե իրավունք չկա։ Վերջինս կարող է, որում կարող է դա որպես այդպեսի ոչ թե պարտավոր է, կարող է դառնալ իրավահաջորդ ժառանգության դիմում տալու հիմքով ժառանգ ձևակերպելով։ Այդ դեպքում այստեղ ինչ խնդիր է առաջանում։
Այս օրենսդրական փոփոխությունն է հետ կապված։ Շարունակության այդ իրավահաջորդության, այսինքն կենսաթոշակ առուների կողմից գրավ դնելուց հետո, միջև գրավ դնելը վերջինիս կողմից միջև մահանալը կոպիտ ասած, նման այս նախագծում որևէ խնդիր իրավական բաց այս պայդրությամբ ես չեմ նկատել։ Ինչ վերաբերում է արդեն դրանից հետո վերջինիս մահվան պայմանավորված արդեն հետադարձ հիպոթեկի պայմանագրի դադարման ուժով թե հետագայում ինչ է տեղի ունենալու, ստեղ կարգավորումները պետք է հստակ։ Այսինքն հնարավոր է, որ թոշակառուն որոշի այս ինստիտուտից օգտվել, պայմանագիրը կնքի եւ ինչ որ մի պահի պայմանագրի ժամկետի ընթացքում ի հայտ գա ինչ որ իրավահաջորդ։ Վերջինիս մահվան հիմքով։ Մահվան հիմքով, այո։ Այստեղ արդեն խնդիրներ են առաջանում։ Դրա լուծումը չի տրված փաստորեն։ Ոչ, նախագծում դրա հետ կապված որևէ հստակ կոնկրետ խնդրի լուծում արկա չէ։ Ասում եմ, սկսած այնտեղից իրավահաջորդ ի հայտ կգա, թե ոչ։ Հարցը նրանում չի, որ անձը երեխաներ չի ունենա։ Խոսքը նրանում է, որ անձը երեխաներ չունեցավ, որովհետև ստեղ քաղաքացի բանկ փոխհարաբերությունն է։ Մասնավոր նեղ ուրեմն ոլորտների հարցեր են, որոնք որ ես կարծում եմ, որ բանկերը ավելի շատ պետք է շահագրգռված լինեն այս ներդրվող ինստիտուտի վերաբերյալ իրենց ուրեմն անհամաձայնությունը եւ կամ կարծիքները արտահայտելու ուղղությամբ, որտեղ սա իրոք հետագայում բանկերին կարող է լուրջ ֆինանսական կորուստների հասցնել։ Ունենան գույքեր գրավով ապահովված, բայց չկարողանան իրենց գույքերից բավարարում ստանալ։ Ինչու՞, որովհետև չկան իրավահաջորդներ, չկան անձինք, ովքեր ընդունել են ժառանգություն, որոնցից կարելի կլինի պահանջել եւ ստանալ այդ պարտավորությունները, որոնք առաջացել են գույքի գրավադրմամբ։ Այստեղ մի կետ կա, ասում է, որ գրավառուի կողմից տրամադրվող վճարների 80%-ն օգտագործել բացառապես անկանխիկ եղանակով, բոլոր վճարումներն իրականացնելով պայմանագրով նշված բանկային հաշվից։ Իրավունքի տեսանկյունից սա ինչպես կմեկնաբանեք։ Դե նաև ավելացնեմ, որ շատ պաթոսով էլ նշված էր նույն փոփոխություններում, որ պետք է պարտադիր ապահովագրված լինի գույքը, այսինքն դրանք նույնպես տենց քիչը ականջահաճո չէր իմ համար որպես քաղաքացիական իրավունքի մասնագետի, որ նշվեին այնպիսի գործողություններ քաղաքացիական օրենսգրքում, սա նորմատիվ օրենսդրական ակտ է բարձրագույն սահմանադրությունից առաջի քայլ ներքև, այսպես պարզ ասած, կառավարության որոշում չի, ընդհանրակարգային նորմերին նյութաիրավական նորմերն է սահմանում եւ այս հստակեցնել ինչ-որ գործողություններ քաղաքացիական օրենսգրքում կարծում եմ, որ անտեղին էր, բայց ինչ եթե նախագիծը համարենք այս տրամաբանությամբ ընդունվի, նպատակը թե ինչի համար է նման դրույթների սահմանումը, պարզապես անհասկանալի է։ Հաշվի առնելով, որ անկանխիկ գործառույթների մասին օրենք ունենք եւ այդտեղ հստակ է սահմանում, թե որ գումարի չափով կարելի է կանխիկ վճարումներ կատարել, որ գումարից վերև անկանխիկ։ Ուստի կրկնել կամ հիշեցնել ում համար եւ ինչի համար, իմ համար անհասկանալի է։ Դա ավելորդ էր, որ կարելի է չծանրաբեռնել օրենսդրությունը, հատկապես քաղաքացիական օրենսգիրքը, կարգավորվել այլ նորմատիվ ակտերով։ Իդեպ երբ մարդը ունի առողջական որոշակի խնդիրներ, նույն ասենք կենսաթոշակի տարիքի քաղաքացին, որը կարող է ոչ գիտակցաբար գնալ այս գործարքին, այս դեպքում ինչ է նախատեսվում, որովհետև մենք գիտենք, որ շատ խիստ է, երբ որ մարդը ինչ-որ առողջական խնդիր ունի, հոգեպես անհավասարակշիռ վիճակում է եւ սա կարող է օգտագործել առանց լրջորեն գիտակցելու հետևանքները։ Այստեղ ինչպես է կարգավորվում։ Դա ակտներև խնդիր, որը որ իր պրակտիկայում հետագայում բնականաբար քիչ չեն լինելու նման դեպքերը եւ նմանատիպ այլ, որ այս պահին նորմալ է առողջականը ինքն էլ չի գիտակցում, որ խնդիր ունի, բայց հետագայում կարող է ծագել առողջական հետ կապված խնդիրներ, որ այդ պահին չի իմացել, բայց դա ազդել է գործարքի կնքման վրա եւ նմանատիպ շատ հարցեր։ Ըստ այս նախագծի նախատեսվում է, որ
10 օր անպայման պետք է ֆինանսական եւ իրավական խորհրդակցություն անցկացվի, բայց ինչպիսի այդ խորհրդակցության շատ ավելի լավ կլիներ, որ այդ մանրամասնությունները գումարի ծախսման հետ կապված դրանք նշվեր թե ինչպիսի խորհրդակցություններ պետք է անցկացվի, որտեղ ցավը նրանում է, որ շատ դեպքերում մարդիկ նույնիսկ ամաչում են պայմանագիր կարդան ստորագրելուց առաջ, որտեղ դա համարում է, որ դիմացինի անվստահություն կարող են հայտնել պայմանագիր կարդալով, դա փաստն է մեզ արձանագրում մեր իրականությունից, այլ հարցը, որ կարելի է հստակ կոնկրետ դրույթներ նշել, թե իրավական, ֆինանսական խորհրդատվությունը իրենց ինչ է ներկայացնում, պարզապես արագ ինչ-որ sense briefing, այսինքն այդպես հապճեպ զրույց, թե հասկացավ, չհասկացավ, դա չես կարող որևիցե կերպով գնահատել եւ նույնիսկ անգամ այդ իրավական ֆինանսական խորհրդատվությունը եթե անցնի առողջական խնդիրներով պայմանավորված անձը կարող է չընկալել, հələ չեմ ասում, որ գրագիտությունը կարող է թույլ չտալ եւ հարցը դիմացին է ինչպիսի բառապաշարով նեղ մասնագիտական, թե կենցաղային կարողանա բացատրել, որ սա ֆինանսական բեռ է, որ սա խնդիր է, վերջը չմոռանանք։ Այդ ֆինանսական եւ իրավական խորհրդատվությունը ում մոտ է անցնելու է բանկի, ով պատրաստվում է մի քանի օր հետո իհարկե, այսինքն թե նենց մի առանձին օրինակ ֆինանսական համակարգի հաշտարարի, որոնք որ բնականաբար որևէ շահագրգռվածություն չունեն եւ որպես այդպեսին հանդես գալով լրիվ երրորդ անկախ անձ կարող են լիարժեք ներկայացնեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, որոնք ծագել են, բայց այնուհանդերձ ես կարծում եմ, որ մեկը խնդիրներ այո մենք ունենալու ենք ու լինելու են այդ խնդիրները բավականին լրջագույնս ձևով, բայց որ գլոբալ առումով ասվի, որ այս ինստիտուտը ինքը իրանից ամբողջությամբ խնդրահարույց է, ոչ, այլ է հարցը, որ պետք է ըմբռնել մի բան, որ այս մեր իրականությունը մի բան է հուշում, որ եթե միտեղ կա բացեր, ապա դրանք հնարավորինս պետք է փորձել բացառել, լրացնել կամ փակել, որպեսզի չհայտնվեն անձինք, որոնք որ օգտվեն այն էլ կենսաթոշակի հասած մեր տատերի, պապերի այդ գիտակցությունից, այսպես ասած, կամ իրենց սրտաբացությունից չօգտվեն եւ ավելորդ զեղծ ծարարությունների, ել չեմ ուզում ասեմ, խարդախությունների առիթներ չտան։ Իսկ իրավական պրակտիկայում ընդհանրապես ձեր գործունեության ընթացքում այս ժառանգության, իրավահաջորդի անշարժ գույքի հետ կապված խնդիրները ինչ տոկոս են կազմում, որքանով են հաճախ հանդիպում ձեզ։ Բնականաբար շատ են եւ դա մենակ Հայաստանի Հանրապետության ուրեմն մասշտաբով չեմ ասում, դա զարգացած երկրներում էլ է նորմալ է, որ կան խնդիրներ ժառանգության հետ կապված, այսինքն ժառանգները վիճում են գույքերի ժառանգության ընդունման ծավալների չափերի հետ կապված, այլ է հարցը, որ բացեր կան, թե չկան։ Մեր ուրեմն իրավական պրակտիկան Հայաստանի Հանրապետության հիմնական խնդիրը նրանում է, որ անձինք չեն դիմում ժամանակին նոտարին եւ չեն տեր կանգնում իրենց իրավանախորդների գույքին, համարելով, որ դա sense tenants իրենցն է, sense tenants դա իրենց հոր գույքն է, ով կարող է գալ, ընդհանրենք իրենց այդտեղից վտարել կամ ինչու պարտադիր ամեն ինչ պետք է փաստաթղթավորված լինի։ Մեր հայկական իրականությունը շատ դեպքերում գնում է նրան, որ դա բոլորը գիտեն, որ ես եմ, իմ հոր տղեն եմ, ես էլ պետքա դա տիրապետեի այդ գույքը։ Այո, շատ անգամ բաց են թողնում մահվանից հետո այդ 6-ամսյա ժամկետը, չէ՞։ Բաց են թողնում, նույնիսկ հետո դատական կարգով պետք է։ Դե իհարկե դատական կարգով քիչ չեն դեպքերը, երբ որ անգամ ինձ են հարցնում, որ այդ 6-ամսյա ժամկետը անցնելուց հետո չէ պետքա գնանք դիմենք, ասում եմ ոչ, միջև 6-ամսյա ժամկետը, ոչ թե 6 ամիս լրանալուց հետո, այլ չլրացած 6 ամիսը։ Փորձենք իրազեկել քաղաքացիներին ժառանգության, իրավահաջորդի այդ ինստիտուտի հետ կապված, այսինքն որպեսզի, ինչպես դուք եք ասում, չասեն ծնողից գույքն է, ուրեմն իմն է եւ վերջ։ Այսինքն այդ քայլերը կնշեք, ինչ պետք է անի ժառանգը։ Ժառանգը ժառանգության բացման պահից հաշված, այն է քաղաքացու մահվանից, իր իրավանախորդի մահվանից հետո 6 ամսյա ժամկետում պետք է դիմի
վերջինիս վերջի հայտի բնակության վայրի նոտարական գրասենյակ դիմում ներկայացնելով, որպեսզի համարվի ժառանգությունը ընդունած ժառանգ, այնուհետև 6 ամիսը լրանալուց հետո գնա եւ ստանա ժառանգության իրավունքի վկայագիրը։ Այդ վկայագրում վերջինս ընդունելու է այն ծավալը, ժառանգական զանգվածը, որը ժառանգել է իր իրավանախորդը, այսինքն իր կլինի ամուսինը, կլինի ծնողը։ Այդ վկայագրի հիման վրա է վերջինս դառնում իրավահաջորդ եւ այդ ժառանգության իրավունքի վկայագիրն է հնարավորություն տալիս, որպեսզի վերջինս հանձն առնի լիարժեք եւ կարողանա տնօրինել տիրապետել իր իրավանախորդի գույքը ամբողջ ծավալով, որպես սեփականը, որպես սեփականատեր, նոր սեփականատեր։ Այդ ժառանգները կարող են լինել մի քանիսը։ Ժառանգները նրանք են, ովքեր որ առաջի հերթի ժառանգներն են, առաջի հերթին Ամեն մեկը առանձին պետք է դիմի։ Այո, յուրաքանչյուրը առանձին պետք է դիմի ժառանգության ստացման համար եւ եթե հրաժարվում են ժառանգությունից, կարող են քայլեր չձեռնարկել, մասնավորապես ժառանգության ընդունումը դա ակտիվ գործողություններ է իրանից ենթադրում եւ դա ամրագրված է նաեւ Շրաբեկ դատարանի նախադեպային իրավունքում, բայց կարող է եւ նաեւ ակտիվ կերպով հրաժարվել հայտարարություն տալու տեսքով հրաժարվելով իր ժառանգական մասից։ Իսկ 6 ամիսը բաց թողնելու դեպքում ինչ գործողություններ են սպասվում։ 6 ամիսը բաց թողնելու դեպքում արդեն վրա են հասնում մի քանի գործընթացներ, որոնք որ վերաբերում են դատական process-ներին, դրանց մասին կարծում եմ այս պահին չարժի խոսել, որովհետև բավականին ձեր եթերը կծանրաբեռնենք։ Խորհուրդ եմ տալիս եւ նաեւ հորդորում, որ 6 ամսյա ժամկետում պարտադիր քաղաքացին թող դիմի նոտարական գրասենյակ եւ դիմում ներկայացնի ժառանգությունը ստանալու համար։ Այսինքն հակառակ դեպքում գործը գնում է դատարանով է լուծվում։ Հակառակ դեպքում այո գործը դատարանով պետք է լուծվի, դրանք բավականին երկար process-ներ են, դա քաշքշուկ է, ավելորդ տեղը եւ ոչ միայն իրենց նաեւ հարևանների մասով հայտարարություն, դատական վկայություններ, ստեղ հարցեր են, որոնք որ եւ այնպես չի որ բոլոր գործերը ենթակա են դատական վիճաբանության կամ կարող են երաշխավորված հաղթանակ իրենցից ակնկալել։ Այսինքն էլ հարց է դատարան կգնա, թե պետք չի գնալ, որտեվ դա գուցե անհեռանկարային լինի։ Շնորհակալություն պարոն Օհանյան։ Հիշեցնեմ Սպուտնիկ Արմենիայի տաղավարում հյուրընկալել էինք Օհանյան փաստաբանական գրասենյակի փաստաբան Լևոն Օհանյանին, զրույցը վարեց Հովհաննես Շողիկյանը։